Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սիրելի հետևորդներ, Մասնագիտարան հեռուստանախագծի շրջանակում այսօր հյուրընկալել ենք Առաջին ալիքի Մեդիա ակադեմիա հիմնադրամի գործադիր տնօրեն, հաղորդավար հանրային խոսքի մասնագետ Հրաչուհի Ութմազյանին, ում հետ խոսելու ենք մասնագիտական գաղտնիքների փորձառության մասին եւ ինչու՞ չէ լսելու ենք խորհուրդներ նրանից։ Ողջույն Հրաչուհի։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Որքան տեղյակ եմ, դուք շատ քիչ եք հարցազրույցներ տալիս, ավելի շատ դուք եք վարում։ Ձեր հաղորդումներից մեկի ընթացքում լսեցի, որ ասացիք ավելի քան 200 հարցազրույց եք վարել, հիմա երևի այդ թիվն ավելի է բարձրացել։ Այնց հետաքրքիր է, ինչու համաձայնեցիք հարցազրույց տալ մեկին, ով այս ոլորտում դեռ նոր է փորձեր անում ու սովորելու փուլում է։ Արդյոք չկա մտավախություն, որ փորձառու մասնագետը հարցազրույց տալով ուսանողին կարող է ինչ-որ, չգիտեմ, խնդիրների բախ։ Բայց չէ որ ինչ-որ մեկն էլ ինձ ժամանակին, երբ ես փորձառու չէի, տվել էր հնարավորություն եւ հավատացել էր իմ ուժերին, այնպես որ եւ մի հոգի չի եղել։ Այնպես որ ես կարծում եմ, որ ընդհանրապես որևէ նշանակություն չունի, թե դիմացին այդ տարիների տեսանկյունից որքան է հեռուստատեսությունում, կարևորը թե ինչ պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին։ Հեռուստատեսությունում իմ կարծիքով եւ առհասարակ ամենտեղ հենց դա էլ ամենակարևորն է։ Ես օրինակ մտավախություններ ունեի մի քիչ, երբ մեր դասախոսը Աննա Վանեսյանն ասաց, որ մասնագիտարան նախագիծ է լինելու եւ մենք հնարավորություն ենք ունենալու հարցազրույց վարել հանրային հեռուստաընկերության մեդիա դեմքերի հետ։ Ես առաջինը մի անգամ ձեր անունը տվեցի, Հրաչուհի Ութմազյան, հետո երբ եկատում սկսեցի sense մտքերի մեջ ընկնել, ասում եմ, այ մարդ մի քիչ ավելի բարդ ընտրություններ էլ ինձ համար մտածում եմ, որ բարդ կլինի, դժվար կլինի ամեն դեպքում փորձառու հարցազրույցավարեք, ինչ ես իսկապես այդպես բարդ եմ, որ ասում եմ բարդ, ծանր, ես ինձ համար բարդ կլինի փորձառու հարցազրույցավարես, կարող է չէ մի քիչ ավելի, չգիտեմ, ուրիշի մասին մտածել, բայց հետո միևնույնն է, կար մի հատ ներքին զգացողություն, որ մեկը ճիշտ եմ արել, որովհետև այդ հանդիպումը պետք է կայանա, ասես մի հատ ներքին զգացողություն ունեի եւ երևի թե նրա համար, որ ինձ համար կան որոշ արժեքներ, որոնք ես տեսնում եմ ձեր աշխատանքի, ձեր գործունեության մեջ։ Օրինակ, հենց թեկուս գրագետ հայցի խոսքը, որ այսօր եթերից շատ քիչ է հնչում, ձեզ մոտ դա կա։ Նույն պոեզիան, պոեզիայի հանդեպ սերը, ես էլ ասմունքում եմ, կամ ինչպես դուք եք սիրում ասել, կարդում եմ նույնիսկ 2 անգամ ասմունքի փառատոնի դափնեկիր եմ ճանաչվել, ու այդպես մտածեցի, չէ, եւ նույնն այս հանդիպումը պետք է կայանա եւ հետաքրքիր է, որ այս ձևաչափով ձեր հարցազրույց վարելու արվեստի մասին եմ ուզում խոսենք։ Ձեզ հաջողվում է հարցազրույցը վարել այնպես, որ այն դառնա անկեղծ ու անկաշկանդ զրույց։ Որն է այդ սահմանը, երբ հարց ու պատասխանը վերածվում անկեղծ երկխոսության։ Ինչ է պետք դրա համար հարցազրույցավարին։ Ես այդ սահմանը անկեղծ ասած ընթացքում չեմ դնում, որ մտածեմ, որ ես այդ սահմանը անցա կամ չանցա, ես ուղղակի անում եմ իմ զգացածի պես։ Եվ երևի թե առաջին գրավականը անկեղծության հենց այնա, որ դու ես անկեղծ դիմացինիդ հետ եւ իսկապես կարևորում ես հյուրին, այսինքն այն մարդուն, ով նստած է եւ եկել է պատմելու իր պատմությունը։ Կլինի դա իր կարիերան, կլինի դա իր հոգեկերտվածքը, իր ինչ-որ մտածմունքները, որոնք կան այդ շրջանում կյանքի։ Մարդիկ առհասարակ սիրում են խոսել։ Իրականում հիմնականում ոչ թե սիրում են խոսել, սիրում են պատմել իրենց մասին, անգամ նրանք, ովքեր խոսել չեն սիրում հանրայնորեն։ Եվ այդ դեպքում դու տալիս ես հնարավորություն տաքուկ ինչ-որ մի անկյուն, մի միջավայր ես ստեղծում իր համար, որ կարողանա բացվել եւ երբեմն ասի բաներ, որ երբևէ չի էլ ասել կամ տալ հարցերի պատասխաններ, որոնց շուրջ երբևէ չի մտածել։ Այնց համար միշտ դա է շատ ուրախացնողը, որ ես կարող եմ ինչ-որ մի բան հարցնեմ ու ինձ ասեն, որ այ ես դրա մասին չէի մտածել։ Բայց երևի իմ անկեղծությունն ու բաց լինելն է։ Ես չեմ դնում իմ առջև ինքնանպատակ, որ այ պիտի ասի սա կամ այ այս հարցից պատասխանը պիտի ստանամ։ Ես ուղղակի զրուցում եմ։ Ու երևի թե դրա արդյունքում էլ ասում են հենց այն ինչ որ հետաքրքիր է։ Ուղղակի զրուցելու process-ում երևի շատ կարևոր է նաև լսելը, չէ՞, որ լսես ու արձագանքես։ Լսել սովորելը հնարավոր է, թե դա ներքին որակ է, որ պետք է լսես ու արձագանքես։ Առհասարակ խոսելու համար նախ լսել է պետք սովորել։ Առհասարակ։ Սովորել։ Այո, եւ լռել։ Իսկ հարցազրույցի ժամանակ առավել եւս շատ կարեւոր է իսկապես ունենալ այդ լսելու ունակությունը, որովհետեւ հենց լսելով ես կապ ստեղծում դիմացինիդ հետ եւ երկրորդ հերթին լսելու արդյունքում այնպիսի բաներ կարող են դուրս գալ մեկ էլ, որ դու էլ չէիր սպասում, որ այդտեղ կգնա հարցազրույցը։ Ու երբեմն
շատ հաճախ լինում է, որ բնականաբար ես շատ երկար եմ պատրաստվում իմ յուրաքանչյուր հարցազրույցին, բայց շատ լինում են դեպքեր, երբ ուրիշ ուղղությամբ է գնում եկել հարցազրույցը, ուրիշ տեղ է տան։ Դե արդեն ինչքան գիտես այդ մարդուն, դա էլ արդեն հմտություն է, տեղեկացվածություն է, գնալ այնտեղ, որտեղ ինքը քեզ թույլ է տալիս։ Ես օրինակ երբևէ չեմ գնում այնտեղ, որտեղ ինձ թույլ չեն տալիս, բայց եթե ինձ թույլ են տալիս, դուռը բաց է։ Ես նկատել եմ, որ սովորաբար այնպիսի հարցեր եք տալիս, որ վատ չզգան, պատրության մեջ չդնեն, այ որ ասում եք երբեմն ծավալվում են, չէ՞, դուրս են գալիս, այդ ստոպ ասածը, պաուզան, ոնց պետք է կարողանանք տալ, որ սենց իրեն հետ վերադարձնենք թեմայի մեջ, ավելի սենց կտրուկ չլինի, նրբանկատորեն ստացվի։ Ես չեմ ֆիքսվում դրա վրա, ես չունեմ դրա պատասխանը, թե ես դա ինչպես եմ անում։ Ուղղակի երևի թե ստացվում է։ Եվ որ ամենակարևորն է, միշտ հարցազրույցավորը պետք է հիշի, որ իր մասին չի այդ հաղորդումը։ Այդ հաղորդումը դիմացինի մասին է։ Եվ հենց այդ ժամանակ էլ գուցե սկզբում փորձում եմ հայացքով։ Եթե հայացքով չի լինում, գուցե երբեմն ինչ որ շնչով եմ փորձում բացատրել, որ այստեղ դադար տանք գնանք այնտեղ։ Երբեմն լինում են հյուրեր, որ չեն ֆիքսում, չեն տեսնում, իրենք ուղակի խոսում են։ Ու այդ պարագայում արդեն ստիպված կամ փորձում ես ձեռքի շարժումով ինչ որ մի բան բացատրել, ոչ շատ կտրուկ։ Երբեմն էլ ստիպված ես լինում, այսպես ասել, սրա մասին խոսենք իհարկե, բայց այդ տեխնոլոգիան եթերից դուրս ես էլ մի քանի անգամ առնչվել, որ ցած երկար խոսում են ու չգիտես ինչ անես, միկրոֆոնը ձեռքդ արդեն անհարմար վիճակը ու պետք է կարողանաս ինչ որ ձևով իրավիճակը նորից ձեռքդ վերցնել։ Իհարկե եթերն իր կանոններն ունի, բայց պետք չի վերաբերվել որպես ինչ որ մի արհեստական առանձին մի երևույթ, որ այստեղ ես սա կարող եմ անել, իսկ այստեղ ես սա չեմ կարող անել։ Չէ, կարող ես, որովհետև այդ նույն զրույցն է, ճիշտ այնպես, ինչպես օրինակ նստած կլինեինք սրճարանում ու կզրուցեինք էլի այս նույն թեմաների մասին։ Ուղղակի ավելացել են տեսախցիկները։ Ձեր հաղորդումներից մեկում լսեցի, որ ասացիք, որ ամեն ինչ գալիս է մարդու մանկությունից, այդ թվում մասնագիտության ընտրությունը։ Քանի որ մեր նախագիծն էլ մասնագիտարան է կոչվում, կուզեի այս մասին մի քիչ խոսենք։ Ես շատ եմ լսել այս մասին եւ ապացույցներ էլ կան դրա, որ երեխան ձևավորվում է, մարդը ձևավորվում է հիմնականում այդ առաջին 7 տարիների ընթացքում իր։ Եվ հետո, երբ որ մարդիկ սկսում են խոսել ու պատմել իրենց կարիերայի աճի մասին, միշտ ֆիքսում են, որ օրինակ ես փոքր ժամանակ անում էի էս, հետո ես դարձա էս։ Եվ բարձ է դառնում, որ երեխան փաստորեն մինչև 7 տարեկան ընտրել էր իր մասնագիտությունը։ Հիմա ինձ մոտ էլ է այդպես եղել, ես փոքրուց սիրել եմ հարցազրույցներ վարել, ես իհարկե բոլոր երեխաներն են այդպիսի բաներ սիրում անել, բայց երևի թե ինձ մոտ մի քիչ դա ավելի առանձնահատուկ էր ստացվում, չգիտեմ։ Ես գրում էի, ես տատիկս անգամ փոքրուց, երբ սկսեցինք արդեն գրաճանաչ դառնալ, ինչ որ շարադրություններ էին գրում, իհարկե 7 տարեկանից ավելի բարձր, բայց ասում էր գրիչ ունի, այս երեխան գրիչ ունի։ Ու չսխալվեց։ Եվ շատ կան դեպքեր, երբ որ հետո ես նայում, ասում ես, որ երեխան օրինակ անընդհատ այդ բժշկական պարագաներով է խաղացել կամ ինչ որ հմտություն է ունեցել, հետո մեկ էլ դարձել է բժիշկ։ Ու այսպես շարունակ։ Հետո երբ հետ ես նայում, հասկանում ես, որ այնտեղ ես հետ ընտրել եմ արդեն։ Իդեպ այս մեր խոսակցությունից հետո ես էլ երբ որ հետ դարձա մտովի, ես էլ հիշեցի, որ պարանը վերցնում էի, ցածկելու պարանը ու տատիկ պապիկիցից հարցազրույց էի վերցնում, այն ժամանակ կարծիք հաղորդաշար կար, Սերգո Երիցյանն էր Երջան Կահիշատակ, ես էլ գնում եմ ասենց հարցեր էի տալիս, ձեր կարծիքը էս ինչ հաղորդման մասին, հետո մի անգամ ստացվեց, երևի 7-8 տարեկան կլինեի, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերության եթերում հայտնվեցի, ես ինքս Լոռիից եմ, մանկական հաղորդման հյուր, ու այդ ժամանակ մի հատ ցած կողարդական ու զգացել, որ հեռուստատեսությամբ սովորաբար այդ եթերի այդ այն կողմ աշխատող մարդիկ զգում են։ Այն որ ասացի, că ես էլ տենց զուգահեռներ տանելով, բայց միևնույն ժամանակ շատ է խաղում նաև դպրոց ու կյանքի բերումով ստացվեց, որ դարձա մանկավարժ։ Ոչինչ այնց այնպես չի լինում, ոչ մի բան։ Փաստորեն, այո, պետք է ամեն ինչ փնտրել մանկության։ Դե Էքզյուպերին է ասել, որ բոլորս մանկությունից ենք գալիս, իսկ նաև տարիների իմ հարցազրույցները ես միշտ սկսում եմ մանկությունից ու դա պատահական չի, որովհետև ամեն ինչ հենց այդտեղ է թաքնված, եւ բարդությունները, եւ երազանքները, եւ ցանկությունները, եւ ամեն ինչ այնտեղ է, ամեն ինչ։
Ամեն դեպքում դուք մասնագիտությամբ միջազգային հարաբերությունների մասնագետ դարձաք։ Այո, իսկ չխանգարեց լրագրող չլինելը, այսինքն ակադեմիական բուհական մասնագիտությամբ լրագրող չլինելը, ինչ որ խոչընդոտներ արդյոք ստեղծել է ձեր կարիերայի ճանապարհին։ Չէ, ինչ արել եմ զգացական եմ արել, զգացական ֆոնի վրա եմ արել, ինչ որ շոշափելով եմ արել, բայց փաստորեն ստացվել է ու չի խանգարել։ Ձեր հաջողության բանալին մասնագիտական այդ ճանապարհին, որ ինչ որ խոչընդոտներ եք հաղթահարել անցել առաջ, եթե չկա այդ լրագրողի կրթությունը, ապա ինչն է էլի հիմք դառնում մարդուն դառնալ Հրաչյունի Ութմազյան։ Ես չգիտեմ ինչ է նշանակում դառնալ Հրաչյունի Ութմազյան, անկեղծ ասած, բայց ես գիտեմ, որ եթե որոշակի հաջողություն գրանցել եմ իմ կյանքում, ապա դա միանշանակ եղել է իմ աշխատասիրության, աշխատանքիս հանդեպ պատասխանատվության, սիրով աշխատանքս անելու արդյունքում։ Երևի թե այս երեքի համադրությունն է, որ կարող եմ կոչել իմ բանաձևը։ Ու միշտ ինքս ինձ այդ եմ կրկնում, անգամ հիմա եւ հետո էլ եմ կրկնելու վստահաբար, որ այսօր ես պիտի լինեմ ավելի լավը, քան երեկ էի, ու վաղը ավելի լավը պիտի լինեմ, քան այսօր։ Ու դա կարող է լինել շատ պրիմիտիվ, ինչ որ կենցաղային մակարդակի վրա, երբեմն ինչ որ մի բան ես սովորում, որ վայ, ես սա չգիտեի։ Փոքրիկ ինչ որ մի բան, բայց սովորում ես, չէ՞։ Իհարկե։ Կարևոր է այդ ոչ ցկյանս կրթությունը, որ ամբողջ կյանքում ինքդ աշխատում ես, անընդհատ պիտի աշխատես ինքդ քեզ վրա։ Ես տանը միշտ տեսել եմ, որ մերոնք միշտ գրքով են եղել, ու հետաքրքիրն ինչ է, որ 2 օր առաջ ինձ պատմել են դրա մասին, որ ես չեմ իմացել։ Ասում է հորաքույրս ասեց դու գալիս էիր, նստում էիր բազմոցին, մի գիրք էիր վերցնում, խոսքս 3-4 տարեկանի մասին է, դա բնականաբար գրել կարդալ չգիտեի։ Ասում այդ գիրքը վերցնում էիր, sense դնում էիր ու նստում էիր ժամերով, որովհետև դու տեսնում էիր, որ տանը բոլորը կարդում են։ Ու այդպես էլ շարունակվեց, բայց հիմա արդեն գիրքը կա։ Ես մի քիչ մեծացել եմ, այդպես։ Ես շատ երիտասարդների հետ շփվելով, նաև աշխատանքի բերումով զգում եմ, որ վերջին շրջանում երիտասարդների մոտ նման միտում կա։ Դպրոցն ավարտելուց հետո շատերը նախընտրում են ոչ թե բուհական կրթություն ստանալ, այլ ինչ-որ կարճաժամկետ դասընթացներ, ծրագրեր, որոնք թույլ կտան արագ հմտություններ ձեռք բերել ու ինչ-որտեղ աշխատել։ Արդյոք առաջին ալիքի մեդիա ակադեմիան հենց այս նպատակն է հետապնդում եւ նրա խնդիրներից մեկը նաև կարճ ժամանակահատվածում մեդիա ոլորտի համար բաղանջված մասնագետներ պատրաստելն է առանց բուհական կրթության։ Այ նախ հետ գտանք այդ հարցին, որ այո, հիմա երիտասարդները գերադասում են արագ ինչ-որ հմտություն ձեռք բերել եւ գնալ առաջ։ Ինչու է դա տեղի ունենում, որովհետեւ իմ կարծիքով ակադեմիական կրթությունը տարիների տեսանկյունից շատ երկար է, իսկ ժամանակը հիմա շատ արագ է ընթանում։ Եվ զարգացումները շատ արագ են, արհեստական բանականությունը, եւ այստեղ դու պիտի կարողանաս ժամանակի մեջ ճիշտ աշխատել, քեզ կարողանալ գտնել։ Իհարկե 18 տարեկանում ինքդ քեզ գտնելն էլ անհնար է, բայց այնուամենայնիվ չեմ ասում գնաս կոչմանդ հետևից, որովհետև ես նորից վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուր ունի ինչ-որ մի կոչում, որի համար ծնվել է, եւ եթե գտնում է այդ կոչումը, որը հետո դառնում է իր համար աշխատանք, աշխատանքի զգացողությունը չես ունենում երբևէ։ Բայց խնդիրը հենց դրանում է կայանում, մարդ գնում է ինչ-որ մի մասնագիտություն ձեռք բերելու, հետո մինչև ավարտում է պարզվեց այդ մասնագիտությունը իրեն էլ պետք չի գալու, կամ այնքան մասնագետ կա, որ շուկայում այդքան տեղ չկա։ Եվ մյուս խնդիրը, որը կարծում եմ նույնպես շատ կարևոր է, այն է, որ այն հմտությունները, որոնք մենք ձեռք ենք բերում աշխատանքի մեջ, մեզ չեն հրամցնում կրթական տարիներին, այսինքն տեսականը շատ ավելի շատ է, քան այդ գործնական աշխատանքը։ Եվ այստեղ էլ բախում է տեղի ունենում, որովհետև դու ինչ-որ մի բան սովորել ես, տեսական, ամեն ինչ շատ լավ է, կարմիր դիպլոմով դուրս ես գալիս բուհից ու մեկ էլ բախվում ես աշխատաշուկային ու հասկանում ես, որ շատ բաներ այլ են։ Եվ վերաիմաստավորվում է։ Ամեն ինչ վերաիմաստավորվում է, այո։ Եվ այս իմաստով այս երկու խնդիրները բնականաբար կան։ Հիմա ինչու ստեղծվեց մեդիա ակադեմիան։ Մեդիա ակադեմիայի ստեղծման հիմքում կանգնած էր Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն է, եւ ես երբ իրեն հարցրեցի, իսկ ի՞նչն էր նպատակը ստեղծելու, ասեց ես ուզում էի ստեղծել մի վայր, որտեղ երիտասարդները եւ ինչու ոչ
ոչ երիտասարդները արդեն ավարտած աշխատանքի մեջ մարդիկ հնարավորություն կունենալ մուտք գործել հանրային հեռուստաընկերություն եւ գիտելիք ստանալ հենց այստեղ ներսից, որովհետեւ մեր ժամանակ երբ մենք էինք սկսում պիտի կամ ծանոթ ունենայիր կամ ինչ-որ մի հրաշք պիտի լիներ, որպեսզի կարողանայիր հայտնվել այս կախարդական վայրում եւ այնտեղ որտեղ հիմա նստած ենք։ Իդեպ այդ նմանատիպ ծրագրերից մեկն էլ հենց այս մագիստրոսական ծրագիրն է, որը արվում է Պետական համալսարանի հետ համատեղ։ Այսինքն հնարավորություն մտնել այս պատմությունը, այստեղ հենց այս պատմությանը ծանոթանալ, այս պատերի տակ, տեսնել ինչպես են աշխատում, տեսախցիկներից այն կողմ, այսինքն հիմնական նպատակը սա էր, որոնք նաև լուծում են այն երկուսը, որի մասին խոսեցի քիչ առաջ։ Հետևաբար մենք փորձում ենք ըստ մասնագիտության այս դասընթացի պահանջի տևողությունը անել համապատասխանաբար, այսինքն կամ երամսյա, կամ 6 ամիս տևողությամբ, եւ այո, տալ հնարավորություն ներսից եւ նրանց, ովքեր որոշակի հմտություններ ունեն ոլորտի հետ կապված, եւ նրանց, ովքեր չունեն եւ եկել են սովորելու։ Ըստ նորից մասնագիտության։ Խոսեցինք մասնագիտություններից, որ ավելի գործնական միջավայրում պատրաստվում են մասնագետներ հիմա եւ դա շատ արդիական է։ Ինձ հետաքրքիր է այսօր մեդիա դաշտում ավելի շատ ինչ մասնագետների պահանջարկ կա մեդիա ոլորտի եւ այսօրվա մեդիա մասնագետը ինչ որակներ պետք է ունենա, որպեսզի տարբերվի առօրյա մեդիա բովանդակություն ստեղծողից, որովհետեւ գիտեք համացանց ամեն մեկը ինչ որ լուսանկարի անում տեքստ է գրում, մեդիա կրթություն, կապ չունի ֆորմալ թե ոչ ֆորմալ կրթություն ստացած մասնագետը ըստ ձեզ ինչ որակներ պիտի ունենա, որ պահանջված մասնագետ լինի եւ առհասարակ հանրայինի հեռուստաընկերությունում ինչ մասնագետների պահանջարկ կա։ Նախ երբ ասում են հիմա ինչպիսի հատկություններ պիտի ունենա, հա, մեդիա մասնագետը, նույն հատկությունները, որոնք պիտի ունենար 3։ Նորից պիտի կրկնեմ այն, ինչ որ արդեն ասեցի, աշխատասիրություն, անընդհատ ուսումնասիրելու, կարդալու, սովորելու, աշխարհի իրադարձություններին տեղյակ լինելու, ժամանակին զարկերակի վրա մատները պահելու։ Այս բոլոր ունակությունները պետք են եղել 3, պետք են այսօր եւ պետք են լինելու վաղը։ Բնականաբար ժամանակը շատ ավելի արագ է սլանում եւ սրա հետ մեկտեղ արդեն անհրաժեշտություն կա իմանալու եւ տեղեկանալու, թե ինչպես է պետք աշխատել սոցիալական հարթակներում, ինչպես կարճ ժամանակում տալ այնպիսի ինֆորմացիա, որով կկարողանաս գրավել, որովհետև մարդկանց ուշադրությունը այլևս նույնը չի, ինչ որ 3 էր, մարդիկ պատրաստ չեն շատ երկար տեքստեր կարդալու, 8 թե 10 վայրկյան է, եթե ոչ արդեն ավելի նվազ, երբ դու ունես հնարավորություն պահելու քեզ մոտ ընթերցողիդ կամ հետևորդիդ։ Եվ իհարկե հիմտություններ աշխատելու արհեստական բանականության հետ, հասկանալ ինչն է հատկապես լրագրության ոլորտում, հա, հասկանալու իսկ ինչն էր fake news, իսկ ինչն էր իրական, իսկ որն էր աղբյուրը, իսկ, այսինքն լինել առաջինը, միշտ լինել իրազեկված եւ լինել աշխարհի ու թեմայի մեջ։ Իսկ ինչ սա իմ կարծիքով միշտ է պետք լինում, ուղղակի ժամանակի թելադրանքն էլ կողքից գալիս է, բայց այս բոլոր հատկանիշները պետք են միշտ եւ պետք են լինելու վաղն է։ Ինչ վերաբերում է հանրային հեռուստաընկերությանը, մենք հենց այդ սկզբունքով էլ գնում ենք առաջ միշտ, տեսնում ենք օրինակ ինչ մասնագետների կարիք ունենք։ Օրինակ, մենք ունենք ֆանտաստիկ աշխատակիցներ մեր արխիվի բաժնում, մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ աշխատում են հանրային հեռուստաընկերությունում, բայց մենք չունենք երիտասարդներ, ում իրենք կարողանան փոխանցել այդ փորձը եւ իրենց հետ աճացնել, մեծացնել։ Մենք արեցինք արխիվի թվայնացում դասընթաց եւ այսօր այդ դասընթացը ավարտած 8 ուսանողներից 2-ը աշխատում են առաջին ալիքում։ Հետո մենք արեցինք տեխնիկական կառուցվածքը եւ աշխատանքը դասընթաց։ Սա վերջին տարվա մասին եմ խոսում։ Նորից նույն սկզբունքով ենք գնում առաջ, նորից։ Ունենք այստեղ մասնագետների կարիք, արեցինք այդ դասընթացը 8-ից 2-ը արդեն աշխատում են հանրային հեռուստաընկերությունում։ Հենց հիմա մենք հայտարարել ենք նոր դասընթաց վիդեոմոնտաժ, ընթացքի մեջ է այդ ընտրական փուլի մեջ ենք դեռ, ամսի 19-ին կլինի արդեն հարցազրույցի փուլը եւ այստեղից էլ կընտրենք ուսանողների, որոնցից որոշները վստահաբար լավագույնները էլի աշխատանքի կանցնեն մեզ մոտ։ Սա նշանակում է, որ մնացածները լավը չեն, բնականաբար ոչ, իրենք շարունակում են մնալ մեր այսպես կոչված բազայի մեջ եւ վաղը երբ որ մենք նորից մասնագետի կարիք կունենանք, մենք գիտենք թե
որտեղ եւ ում դիմել եւ իհարկե նրանք նաեւ կարող են աշխատել մնացած հարթակներում նույնպես։ Ինչու եմ այս հարցը շատ շեշտադրումով տալիս, որովհետև իրականում Ստեփանավանում մենք ստեղծել ենք երիտասարդական մեդիա դպրոց, դա բնականաբար այն չէ, ինչ որ առաջին ալիքի մեդիա ակադեմիան եւ չենք էլ փորձում համեմատվել, մեր սուղ միջոցներով, ընդ որում անվճար դասընթացներ ենք տալիս։ Մեդիա ակադեմիան էլ անվճար իդեպ, այո։ Դասընթացներ ենք տալիս տարածաշրջանի այն երիտասարդներին, ովքեր մեդիայի հանդեպ հետաքրքրություն ունեն, սկսած են ռիլ նկարել, սցենար գրել, ճիշտ տեսանկարել, հիմա առաջիկայում էլի վիդեոմոնտաժի դասընթացներ, կարճաժամկետ ավելի, ու դրա համար է ուզում հասկանալ առաջիկայում ավելի շատ ինչ մասնագետների վրա պետք է շեշտադրում անել, այսինքն making-ը օրինակ շատ կա, մենք հիմա այդ ուղղությամբ նույնպես նայում ենք եւ անակնկալներ սպասվում են շատ շուտով, որովհետեւ դա էլ շատ կարեւոր է, ռիլեր պատրաստել, շորթեր նկարել, սոցիալական հարթակներում աշխատել, բնականաբար այ դա ժամանակի թելադրանք է։ Բայց հիմքում ի՞նչն է։ Ինչ որ առումով դասական լրագրությունն է, ինչ որ առումով դասական պրոդյուսինգն է։ Սա դրա փոքրիկ կարճ ավելի թերթելու, սկրոլանելու այդ տարբերակով, բայց հիմքում այո, դասական լրագրություն։ Բայց մենք շարունակում ենք օրինակ ունենալ միշտ բոլորս իմ կարծիքով առհասարակ հայկական մեդիա դաշտը կարիք ունի արհեստավարժ լրագրողների եւ արհեստավարժ լրագրության։ Եվ այսպիսի մի հարց, ինչ հարց կտաք դուք ինձ եւ ինչ խորհուրդ։ Խորհուրդ եւ հարց։ Խորհուրդ կդժվարանամ տալ, որովհետեւ առհասարակ երևի թե դա ամենաանշնորհակալ գործն է մարդուն խորհուրդ տալ։ Իսկ հարց կտամ, ինչի մասին եք երազում։ Այ շատ բաների մասին եմ երազում։ Առաջինը, որ երազում էի դառնալ հեռուստալրագրող ու տարիներ առաջ ինձ խոչընդոտեցին ծնողներս, երբ որ իմացա այս հեռուստալրագրություն կարճ կրթական ծրագրի մասին, ասացի ինչ է լինի, տարիներ անց մեկ է պիտի փորձեմ այս երազանքս իրականացնել ու հիմա ոնց որ այդ ճանապարհին եմ։ Հիմա շատ երազում եմ, որ այդ դպրոցը, որ ես ստեղծել եմ Ստեփանավանում, կայանա եւ մենք էլ կարողանանք տարածաշրջանի մարզի մասշտաբով պատրաստենք մասնագետներ։ Դա ավելի շատ նպատակ է, քան երազանք։ Իսկ երազում եմ ընդհանրապես, որպես մարդ, որպես կին, խաղաղ, երջանիկ, հանգիստ կյանքի մասին, արժանապատիվ կյանքի, ապահով կյանքի։ Այսքան է երևի։ Այս հարցազրույցին պատրաստվելիս, երբ ձեզ հետ խոսելուց հետո անընդհատ ձեր նյութերն էին նայում ու մի հատ միտք առանձնացրեցի, եթե նրա մոտ ստացվել է, ինձ մոտ էլ կստացվի։ Ուզում եմ հասկանալ, չգիտեմ, ինչքանով այսօր ստացվեց, կստացվի թե չի ստացվի։ Իհարկե կստացվի։ Վստահաբար կստացվի, որովհետև կան այն բոլոր նախադրյալները, որոնց մասին մենք խոսեցինք։ Այսինքն շատ ակնհայտ էր, որ իմ առջև նստած է մարդ, ով պատրաստված գիտի ինչի մասին է խոսում, մարդ ով սիրով է անում դա եւ մարդ ով վստահաբար շարունակելու է անել դա նաեւ վաղը, որովհետեւ դա երազանքի մի մասն է եղել ձեր։ Շնորհակալություն Հրաչուհի, հետաքրքիր եւ ինչու՞ չէ բացառիկ հարցազրույցի համար։ Մասնագիտարանի եթերում Հրաչուհի Ութմազյանն էր մասնագիտական խորհուրդներով եւ փորձառությամբ։ Հուսամ դեռ կհանդիպենք եթերում կամ եթերից դուրս։